Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով 3 ուշ գիշեր հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ նիստ է հրավիրվել գործարար Սամվել Կարապետյանի գործով։ Մասնավորապես տնային կալանքի տակ գտնվող գործարարի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են սահմանվել, որ բացի ընտանիքի անդամներից որևէ մեկը չի կարող նրա հետ հանդիպել, անգամ անձնական կենսական կարիքների համար։ Պաշտպանական կողմը դատարան է դիմել պահանջելով, որ դատարանը բավարարի Վարշավայի հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Արդյունքում դատարանը բավարարել է պահանջը։ Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ Հայաստան խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը 3 մերժվեց իշխող մեծամասնության կողմից։ Այն 52 դեմ 21 կողմ ձայն ստացավ։ Ուշագրավ է սակայն, որ ՀԿՊ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ Քաղաքացիական պայմանագրում Սարգսյանի քվեարկությունը 3 բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Շատերի կարծիքով Սարգսյանը քաղաքացիական պայմանագրին փորձում է շանտաժանել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որևէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիրն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ։ Մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվել, ԿՊԱ-կանները ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում քաղաքացիական պայմանագիրը հանձնաժողովների ձիգ թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում եւ թեկնածուների անունները կներկայացվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական կենսագրության մեջ ներկայացած կրթական եւ աշխատանքային ուղին, դրան ժամանակային համադրումը եւ հաջորդականությունը առաջացնում են հարցեր։ Պաշտոնական կենսագրության համաձայն 97-ից 2003 թվականներին նախարարն ուսանել է Երևանի պետական համալսարանում եւ ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ Միաժամանակ կենսագրության մեջ բացակայում է բակալավրի աստիճանի վերաբերյալ որևէ տվյալ։ Մինչդեռ օրենքով մագիստրատուրա ընդունվելու պարտադիր նախապայման է բակալավրի կրթություն ստանալն ու ավարտելը։ Կենսագրության հաջորդ կետով նշվում է, որ 2002-ից 4 թվականներին նախարարն ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում։ Սա փաստացի նշանակում է, որ 2002-ից 3 թվականներին նա միաժամանակ սովորել է 2 տարբեր մագիստրոսական ծրագրերում՝ Երևանի պետական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Սա անհնար համատեղություն է։ Առանց բակալավրի ավարտական դիպլոմի մագիստրատուրա ընդունվելը ուղղակի անհնար է։ Նույն 2002-ից 2004 թվականներին նախարարն իր կենսագրության մեջ նշում է նաև 2002-ից 2004 թվականներին ուսում առաջնորդների զարգացման կենտրոնում, 2002-ից 4 թվականներին մասնակցություն Անդրկովկասի եւ Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003 թվականին կրթական այց Ստրասբուրգ, Եվրախորհուրդ։ Այսինքն ըստ պաշտոնական տվյալների նախարարն այդ տարիներին ներգրավված է եղել առնվազն 4 զուգահեռ կրթական գործընթացներում, որոնցից մեկը ենթադրում է նաև երկրից դուրս գտնվել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ավանեսյանի կենսագրության համաձայն նույն ժամանակահատվածում նախարարն իրականացրել է նաև աշխատանքային գործունեություն։ 2000-ից 2001 թվականին աշխատել է արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում։ 2001-ից 2002 թվականներին պետական ռեզերվների գործակալությունում որպես իրավախորհրդատու։ Սա ևս անհնար համատեղություն է պետական համակարգում աշխատել առանց ավարտական դիպլոմի, առանց մասնագիտացման։ Գրում է թերթը։